Խորհրդամասից ասենք դերակ վայնը իշն են բոլորը Այ ժողովուրդ ջան, ստեյք քնչականը կոմիտենա, ստեյք քնչականը вообще կապ չունի, կոմիտեը կապարակվել է մեր Աբովյանի բաժնի քննիչներն են, չէ՞, որ ուզում ենք հասկանանք պատասխան տան ըստ հետագա քայլերի։ Եթե ստեյնքը իշնի ասի ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, մենք իշնենք կենտրոնական կամ չգիտեմ։ Նշեցիք կոնկրետում եք պահանջում դու։ Բադալյան ասեցիք։ Բադալյան ոնց որ կապարակնքի վրա գրած էր։ Նկարացի կնքը։ Բադալյանին են ուզում վազգնեն, ես էլ ասել որ Որտի ստոնի աշխատողներ։ Այսինքն դեզ ուղղորդում էին գնայիք Երևան, ասում էին վերեք քնչականը Քնչականը տարա էլի, ասում մենք մեր ձայնը ասեք, իրանք հաղորդ են, ասենք Երևան։ Սենատից գալի, որ ոչ մեկից խաբար չկա, ինչ է կատարում։ Հենց ունես փակվել է զավակը։ Այդ գործարանի պատմության մեջ հենց բան չէ, հենց դեպք որ փակեն 23 տարի աշխատում եմ, այսքան ժամանակ դες բան չի ելել։ 23 տարվա մեջ առաջին անգամա որ սեծ գործարանը Եկել է հարկային էլ եկել, ստուգողներն են եկել, բայց ոչ մի անգամ չի փակվել զավակը։ ու անորոշության մեջ եք։ Այդ է բանը։ եկել էին էլի, դրանից մի 10 օր առաջ էին եկել ստուգումներ անում։ Ով է մեղավոր, ժողովուրդը ինչ անում։ Այսինքն մինչև պարոն Ծառուկյանին կալանավորելը ստուգումներ եղել են։ Հա, ստուգումներ եղել են, մի 6-7 ավտոյով եկել են, ոստիկաններ են եղել, չգիտեմ, մասկե, հա, ֆորմեկով ԱԱԾ են երևի, չգիտեմ։ Չի խանգարը մեր աշխատանքին, աշխատել ենք։ Եկել աշխատել են, ստուգել են, տեսնել ամեն ինչ նորմալ է։ Խաղվելուց 10 օր առաջ եկես ստուգել են։ Բայց հիմա անորոշ վիճակ։ Աշխատողությունով, Հիմա չենք իմանում։ հատատ աշխատողներին հարցուփորձով սա արել են, գնացել են։ Հետո թե ինչ խնդիր կտան, այդ ժամանակ եթե խնդիր կար, թող ասեն խնդիր կա, հիմա ենք փակում։ Գնացել են 10 օր հետո օբշի 72 հիմնարկ մի անգամից։ Այդպես բան են անում։ Ստուգումը կամ թող 5 հատը փակեին, ստուգեին, բացեին այն մյուս 5-ը։ Ոչ թե 7-8 հազար հոգի աշխատողին անեն գցեին դուս անույս ու ոչ մեկ ոչ մի պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ չգան, ասեն 2 օրից կլինի կամ 5 օրից կլինի, անույս է ժողովուրդն ինչ անեն։ Եկուս չեմ իսօր իմ մուծման օրն է բանկը։ Ես որ չմուծեցի, ինձ գցելու է սև սուտակ 6 հատ, ես ամեն բանկում 6 հատ վարկ ունեմ։ Ոնց մուծեմ, կոմունալից վճարման օրերն է։ 3 օրից հոսանքը եթե չվճարեմ, ամսու 18-ին հոսանքս անջատվում է։ Այս շոքին ոնց ենք ապրում։ Էլ եմ ասում, այս աշխատողների, ընտանիքների, եկամուտների 70%-ը էս է, ստեյց է։ Կարող է կողմնակի կողից մեկը մի հատ թոշակ, մի հատ էս բան դրանով մի թեթև, բայց դրանով կարան ապրեն 8 հոգանոց ընտանիք ունեմ ես։ Ախպեր թողան ասեն 10 օրից տնելու է ժողովուրդ ջան, հարցերը կլուծվի, ամեն ինչը կպրծի, 10 օրից կգա գործի, կբացենք։ Թողան ասեն մի ամսից ալնելու։ Գոնե տենանք ինչա մենք մեր գլխի ջարը տենանք։ Ոչ
իրավիճակ սպասենք։ Կարող է 5 օրից լինի, կարող է 3 ամիս հետո լինի։ Հաստատ մի շաբաթ էլ որ չաշխատենք, սաղի վրա ազդելու է։ Հաստատ։ Էլ եմ ասում, մեր աշխատավարձի ստանալու ժամանակներ մենք հիմա պետք է արդեն աշխատավարձի կեսը ստացած լինեինք, չկա։ Ու սաղ այդ աշխատավարձը հատած ցանկացածի մոտ հաշված է, թե այդ աշխատավարձը ինչ ծախսերի համար է նպաստելու։ Ամենակարևորը հոսանքը Հայրիկ դուք ինչ եք աշխատում ընկերությունում։ Ամենից կարևոր է։ Ինչ ես ասում։ 70-75% աշխատողները վարկերի տակ են։ 15-ին 16-ին արդեն կոմունալը պիտի մոչվի, բայց մենք ոչ մի կոպեկ չունենք մոտելու համար։ Մեր աշխատավարձի կեսը ամենաուշը մեր հիմնարկը ամենաուշը 10-11-ին նստեցնում էր։ Ու մենք կարող ենք, մենք արդեն հարմարվել ենք։ Իսկ հիմա չկա։ Ու հույսել չունենք կլինի, թե չլինի։ Եթե աշխատավարձությունը փակ է, սա համակարգիչները արգրավի վերցե գնացել են, այս մարդիկ ոնց փոխանցեն մեր փողերը։ Էլ եմ ասում, կանխիկ չէ, որ իրանց ջեբից անեն կանխիկ տան, տեսնեն հետո ինչ կլինի։ Փոխանցումներով է սա։ Ներկանակ գործանում ինչ գործունեություն եք ծավալում։ Ես փականագործ եմ, Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցիներ շատ կան։ Սաղս է վարձով ենք ապրում։ Հիմի որ աշխատավարձը չստանաք, սեփական տուն չունեք, բան չունեք, ինչ ենք անելու։ Տանտերին ինչ պատասխան տանք։ Ուր տե գնանք։ Այդ հարցի մի դրական լուծում տվեք։ Մեզ հետաքրքիր չի իրանց քաղաքական, ազնական հաշիվն է, вообще հետաքրքիր չի։ Բայց փաստացի այդ քաղաքական խնդրի արդյունքում դուք եք։ Մենք եք դժում, ամեն գործ չունենք դրել։ Եթե քաղաքական չլիներ, այս 8 տարի մեր պարոն Փաշինյանը ղեկավարում էր։ Թո այդ 8 տարվա մեջ գեր ստուգում աներ։ Հենց խի եկավ այս քաղաքական այս ընտրություններից հետո նոր սկսեցին արդեն սենց համատարած սաղ փագեցին ու ստուգում են անում։ Այդ 8 տարի ժամանակ ունեին, թո հերթով այդ 75 հիմնարկը այդ 8 տարում ստուգեին։ Ոչ թե մի անգամից փագին սաղ է ժողովրդին թողին սենց անույթ վիճակի մեջ։ Կարելի ասած Հայաստանի մասշտաբով ուրիշի նորմալ աշխատատեղ չկա։ Չկա է։ Ինչ է։ Այդքան Հայաստանի աշխատատեղերի, եթե ոչ 25-30%-ը մուլտիգրուպին է, դե պատկերացրեք ինչքան ժողովուրդ ու դրանց հետ կապված ինչքան հիմնարկներ կան, որ հնարավոր չէ 70 հիմնարկի հետ ուրիշ հիմնարկներ կապված չլինեն։ Եթե կանգնած է, ուրեմն մնացած սաղեր կանգնելու են։ Ասպես սաղի հետ էլ կապ ունենա։ Օլիմպիա ավանը ինչի մարեն փագե, ինչ է, այդ պետական այդ մարդը։ Ասեն ասում են, որ երեխաները մրցույթի պետք է մասնակցեն, փաստացի։ Չկա, ինչ էդի խի են փագե։ Երկրի պատիվն է, էլի։ Հա, երկրի մար օլիմպիա ավան է սարքե, ինչի մարեն էդի խի են փագե։ Լավ, մենք ենք արդադրանք տալի, ես ասենք հիմնարկներ կա, էդ ինչ, դրան ինչ օգու, մեր երեխեքն են, մեր սպորտսմեններն են էդում պարապում, որ աշխարհին պատիվը պահեն, էդի խի են փագե բա։ Դրա համար էլ էսի քաղաքական գործընթացը, ուրիշ ոչ մի բան, հաստատ ոչ մի բան չկա։ Բանվորն է դժում, ուրիշ ոչ մեկ։ Այսօր, հա, այսօր ներկապային մենք ենք դժում։ Ուրիշ բան չկա։ Ասենք բանվորն ինչ մեղավոր։ աշխատողներ մեղավոր։ Բայց որը ուզում ենք իմանանք, որ չենք արժում, արհեստական գործազուրկ են սարքել, դրա համար փոխհատուցել են, մենք իրոք չենք կարող արդյունը լուծենք։ Մի անգամ չստացենք, գնես մի տարի գախնես չի գալի։ Փոխհատուցումը նելու է բացակ աշխատող համար։ 15 օր չաշխատենք, չենք կարող մենք ավանց ստանալ։ Ցուցակը, այդ որ ասեք սև ցուցակ։ Մեջը չի գնում սև ցուցակ։ Մնացածը կքան ձեռներից Տնտեսությունն արդեն սեպտակ անգնում է։ Ինչ ունես էդի կքան ձեռից կվերցեն։ Սև ցուցակ էջը չես ընկնի։ Մի հատ մեքենա ունենք, դա չեն կարող շուտ վաճառենք, գոնե յոլայթան մինչև տենանք երթալ։ Մի հատ հին մեքենա ունենք։ Այստեղ ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չենք ուզել։ Ոչ ասենք ավել տվեք կամ պակաս տվեք։ Աշխատենք մենք մեր ուժերով, մենք մեր ամեն ինչը արել ենք։
Հիմա մենք ոչ մի բան չենք պահանջում, ասում ենք մեր զավոդը բացեք։ Մեր աշխատանք է ուզում, ուրիշ ոչ ոք։ Ասեք 23 տարի ես այդտեղ աշխատել եմ, հենց այնպես մի օրում փակեն ու թողանք այդ անկտուն։ Դա ճիշտ չէ, էլի։ Իր շինարարության օրվանից միջև իմի ես աշխատում եմ։ Ասենք իմ կյանքից կեսը այդտեղ է գնացել։ Ասենք ճիշտ չէ, էլի մի օրում փակեն, ու դա ասենք մի քիչ սրտիդ էլ չի նստի, էլի, փակին թողին գնացին, всё։ Այդպես չի գրեվա։ Ես ասում եմ, բանվորը մեղավոր չի։ Բացեք թե բանվոր մարդիկ այդան իրանց գործին, դուք ձեր հարցերը լուծեք։